Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 12 Կշեռքով կշռվեցիր ու պակաս գտնվեցիր, Դանիել 5:27 Հարկավոր է, որ մենք ավելի հաճախ ինքներս մեզ կշռենք Աստծո խոսքի կշեռքով։ Դավթի Սաղմոսների ընթերցումը կարդացած ամեն համարի շուրջ խորհելը և մշտապես ինքներս մեզ հարցնելը. Արդյոք ես նման բան ասելու իրավունք ունեմ, լավ հոգևոր վարժություն կլինի։ Կարելի է նաև հարցնել, արդյոք ես զգում եմ նույնը, ինչ Դավիթը։ Արդյոք իմ սիրտը փշրվում է գործած մեղքի համար, այնպես փշրվում էր նրա սիրտը, երբ նա գրում էր զղջման սաղմոսները։ Արդյոք իմ հոգին փորձությունների ժամին լի է ճշմարիտ հավատով, ինչպես Դավթի հոգին, որ Աստծո ողորմություններն էր գովերգում ոտողմի քարայրում։ Արդյոք ընդունում են փրկության բաժակը, կանչում են Տիրոջ անունը։ Այնուհետև անցիր Հիսուսի կյանքին և ընթերցածի չափով ինքդ քեզ հարցրու, թե որքան ես արդեն նմանվել նրա կերպարին։ Փորձիր որոշել, արդյոք օժտված ես հեզությամբ, խոնարհությամբ ու սիրո հոգով, ինչը միշտ հատուկ է եղել Քրիստոսին։ Ապա անդրադարձիր նամակներին և ստուգիր, կկարողանաս արդյոք Պողոս առաքյալի նման ինքդ քեզ արդարացի գնահատական տալ։ Դու երբևէ բացականչել ես նրան, ինչ խղճալի մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահվան մարմնից։ Դու երբևէ զգացել ես նման ինքնանվաստացում, դու երբևէ քեզ համարել ես առաջին մեղավորներից և փոքրագույնը սրբերից։ Դու գոնե ինչ-որ բան իմացել ես ավետարանչության գործին նրա նվիրվածության մասին։ Արդյոք իրավունք ունես նրա նման հայտարարելու. ինձ համար ապրելը Քրիստոսն է և մեռնելը շահ։ Եթե Աստծո խոսքը դիտարկենք որպես հոգևոր հասունության քննություն, մենք ունենանք ընթերցանությունից պոկված ծանրակշիռ հիմքեր։ Մի քանի անգամ կանչելու համար. Տեր, ես զգում եմ, որ երբեք քեզ մոտ չեմ եկել։ Մոտեցրու ինձ քեզ։ Տուր ինձ իրական ապաշխարություն, այնպիսին, որի մասին ես կարդում եմ։ Տուր ինձ ճշմարիտ հավատ, ավելի մեծ եռանդ, ավելի բուռն սեր։ Տուր ինձ հեզության հոգի, նմանեցրու ինձ Հիսուսին։ Թող պակաս չգտնվեմ սրբության կշեռքով կշռվելիս, որպեսզի շատ պակաս չլինեմ դատաստանի կշեռքով կշռվելիս։ Դատեք ինքներդ ձեզ, որպեսզի չդատապարտվեք։